Շնորհակալություն պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, այս նախագծով առաջարկվում է կարգավորել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի շրջանակում սոցիալական ծախսերի փոխհատուցման ընթացքում առաջացած որոշ հարցեր։ Մասնավորապես, առաջին կետով հստակեցվում են սոցիալական ծախսերի դիմաց փաստացի վճարում այլ անձի, օրինակ ընտանիքի անդամի կողմից կատարվելու դեպքում սոցիալական ծախսերը փոխհատուցելու դրույթի կիրառության ժամկետները սահմանվում է, որ 24 թվականի հունվարի 1-ից մինչև 25 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված սոցիալական ծախսերը վերադարձվում են նաև, եթե դրանք կատարվել են այլ անձի կողմից, սակայն հայտարարատուի միջոցներով։ Այս ժամկետից հետո կատարված սոցիալական ծախսերը վերադարձվելու են, եթե դրանք անմիջականորեն կատարվել են հայտարարատու ֆիզիկական անձի կողմից։ Սոցիալական ծախսը հայտարարատուի միջոցով կատարված լինելը կարող է հիմնավորվել մասնավորապես դրա վերաբերյալ ծառայությունը մատուցողին, օրինակ բարձրագույն ուսումնական հաստատությանը, համապատասխան հաստատում կամ հայտարարություն ներկայացնելու ճանապարհով։ Երկրորդը խնդիրներ են առաջացել այն դեպքում, երբ առողջության ապահովագրական պայմանագրի կողմ է հանդիսանում գործատուն, սակայն շահառուներն այդ գործատուի աշխատողներն են։ Այս դեպքում ապահովագրական վճարը կատարվում է գործատուի կողմից, որից հետո գումարները փոխհատուցվում են աշխատողների միջոցներից։ Հարցն այն է, որ հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում գործատուներին, ինչի հետևանքով հնարավոր չի լինում փոխհատուցել սոցիալական ծախսերը։ Սրանով հնարավորություն է տրվում այս դեպքում վերադարձնել սոցիալական ծախսի գումարները։ Մասնավորապես սահմանվում է, որ հայտարարատու հանդիսացող աշխատողից ապահովագրավճարի գծով կատարված ծախսի դիմաց հատուցում ստանալու հանգամանքը հավաստվում է գործատուի կողմից ապահովագրական ընկերությանը տրվող տեղեկանքով։ Միաժամանակ սահմանվում է նաև, որ այս դեպքում ապահովագրական փաթեթի մասով հաշվարկային փաստաթուղթը ապահովագրական ընկերության կողմից դուրս է գրվում ապահովադիր անձի անունով, որպես սոցիալական ծախս կատարող, նշելով հայտարարատու հանդիսացող աշխատողների անունները։ Երրորդը խնդիրներ են առաջացել նաև այն դեպքում, երբ համայնքների պատվերով համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվում են կրթական ծառայություններ, որոնց համար հայտարարատու ֆիզիկական անձինք համայնքի բյուջե են վճարում տեղական վճար, օրինակ համայնքային մանկապարտեզների վճարները։ Հարցն այն է, որ համայնքների պատվերով համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կրթական ծառայություններ մատուցելու դեպքում խնդրահարույց է համայնքների կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը։ Հնարավորություն է տրվում, որ հաշվարկային փաստաթղթերը համայնքների անունից դուրս գրեն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները։ Այսքանը հիմնականում խնդրում եմ հաստատել։